Եվրոպական ու մերձավոր արևելյան 11 երկրի 7 ազգության 60 ներկայացուցիչ հավաքվել է Բեռլինի կենտրոնում, միավորված են իրավունքների և արդարության գաղափարի շուրջ խորագրով գիտաժողովին մասնակցելու նպատակով։ Առանցքում Փոքր Ասիայի հայրենազուրկ ժողովուրդների իրավունքների վերականգնման և այդ ժողովուրդների միջև գործակցության ուղիների մշակման ձևաչափերն են։ Գործնական պատճառներով լեզգիներն ու թալիչները վերջին պահին հայտնեցին, որ չեն մասնակցելու գիտաժողովին։ Կազմակերպիչների համար պարզ է, Ադրբեջանում վախի մթնոլորտը հետզհետե ահագնանում է։ Մխիթարական չէ վիճակը նաև Թուրքիայում այդ երկրի նախկին օմբուդսմենը Հրանտ Դինքի ընկերը հենց այդ պատճառով էլ փախել է Եվրոպա։ Թուրքիայում սահմանադրական այսօրվա ճգնաժամի կողքին սրվել է վարչակազմի ինքնության հնգամյա ճգնաժամը։ Ինձ անհանգստացնողը Թուրքիայում ընդդիմության թուլացումն է և օրենքի իշխանության փլուզումը։ Այն ինչ մեկ դար առաջ պատահեց Օսմանյան կայսրությունում ոչ մուսուլմանների հետ, այսօր կատարվում է ոչ թուրքերի հետ։ Հեզեր Թուգբան Վանից է ժողովուրդների դեմոկրատիա քրդամետ կուսակցության падգամավոր։ Այն ինչ վերջերս կատարվեց կուսակից Կարո Փայլանի հետ Մեջլիսում, համարում է ռասիզմի դրսևորում բազմակարծության դեմ։ Պատմական դեպքերը ճիշտ եզրույթով ցեղասպանության բնորոշելը չէ միայն պատճառը, որ Էրդողանի իշխանությունը հալածում է Կարոյին ու այլոց։ Խնդիրն ավելի խորքային է։ Թուրքիայում այժմ ֆաշիզմ է տիրում խոսքի ու կարծիքի ազատության դեմ։ Դինքի նման Փայլանը նույնպես հավատում է, որ թուրքական հասարակությունը մի օր կառերեսվի սեփական պատմության և կընդունի ցեղասպանության փաստը։ Ճանաչումը սակայն նպատակ չէ, համոզված են համաժողովականները։ Հայությունը կորցրել է հայրենիք, քաղաքակրթական ու տնտեսական հսկայական ժառանգություն։ Պատմության մեջ առաջին անգամ ունելով այս բոլոր ժողովուրդները ու այս բոլոր թադերը համագործակցելու են մեկ նպատակի շուրջ։ Համաժողովը կավարտվի կիրակի, կընդունվի համատեղ հայտարարություն, կստեղծվի Ասիայի փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության միջազգային լիգա։ Աբրահամ Գասպարյան, Արմեն Անդրեասյան, օրակարգ, Բեռլին, Գերմանիա։